Հարգելի հայրենակիցներ, ինչի մասին է այս նախագիծը։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրահարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, որով արգելվում է վերջին 6 ամսում մշտապես Հայաստանում չվերացներին քվեարկել հանրաքվեի ժամանակ։ Պաշտոնական հիմնավորումը, թե ընտրողը պետք է կենսական կապ ունենա երկրի հետ։ Եվրոպա վազողներին հարց տամ, եվրոպական քանի երկիր գիտեք, որ նման սահմանափակում ունի։ Եվրոպական քանի երկիր գիտեք ընդհանրապես, որ արտասահմանում ընտրական տեղամաս չի բացում։ Միամիտ չեմ, որ հասնեմ, թե սահմանադրական որ նորն է ձեզ իրավունք տալիս սահմանափակման։ Իմաստունի սահմանադրության 48-րդ հոդվածը ցիտել, որը սահմանափակման ենթակա չէ։ Սահմանափակման ենթակա չէ անգամ արտարք դրության կամ ռազմական դրության ժամանակ։ Այս ընտրությունների արդյունքներով իշխող վարչախումբը չի ստացել սահմանադրությամբ փոխելու անհրաժեշտ այժմանդատների 2/3-ը։ Սահմանադրության 200 հոդվածի համաձայն հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-ը։ Հիմա ինչ է ուզում անել վարչախումբը։ Շուստրիություն։ Իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի պետության միջև կենսական կապը կարևորելու սուղոցի տակ նվազեցնում է ընտրողների, նույնն է հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում բնականաբար իջնում է նաև անհրաժեշտ 1/4-ը։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը։ Մնացածը սուտ է եւ ինչպես միշտ հակազգային եւ հակապետական։ Վերջում բարևներ դեմոկրատիայի թազա մամային Երևանում գտնվող ֆոն դեր Լայնին։ Շնորհակալ եմ։